Բոլորիս կյանքում էլ լինում են անհաջողություններ, բոլորս էլ խնդիրներ ենք ունենում և բոլորիս մոտ էլ լինում են պահեր, երբ մենք ձախողվում ենք, բայց ոմանք այդ անհաջողություններից հուսահատվում են ու հիասթափվում, ոմանք իրենց անհաջողակ են համարում, ոմանք էլ դրանից հետևություններ են անում և օգտագործում դա իրենց օգտին, հաջողակ մարդիկ ասում են, անհաջողությունը փորձ է, որն անխուսափելի է և առանց որի մենք չենք հասնի հաջողության, նման աֆորիզմ էլ կա, ուզում ես հասնել հաջողության, կրկնապատկիր անհաջողություններիդ քանակը, ես այս մտքերի հետ լիովին համաձայն եմ, անհաջողություններից պետք չէ վախենալ, անհաջողությունը ժամանակավոր է, եթե վերաբերվենք դրան որպես փորձի, չհիասթափվենք և դասեր քաղենք, ժամանակի ընթացքում անպայման կվերածվի հաջողության, երբ ընդունում ես այս մտածելակերպը, ապրելն իրոք ավելի է հեշտանում, քո առջև բազմաթիվ նոր հնարավորություններ են բացվում, որոնք նախկինում չէիր նկատում, անհաջողություններից վախենալը հաճախ հանգեցնում է անգործության, անհաջողությունների վրա կենտրոնանալը բացասական լիցքերի, միևնույն երևույթին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, մեկը կարող է լացել քո տրված բաժակի համար, մյուսն ուրախանալ, որ իրեն բան չեղավ, մեկը կարող է տխրել, որ համակարգիչը փչացավ, մյուսն ուրախանալ, որ գիրք կարդալու առիթ է ստեղծվել, ցանկացած իրավիճակի մեջ կարելի է տեսնել անհաջողություն, կարելի է տեսնել նաև հնարավորություն, անհաջողություններից հուսահատվելով ու հիասթափվելով դուք չեք փոխվում, նույնիսկ եթե իրավիճակն այնպիսին է, որ դա իրոք անհաջողություն է և կատարվածի մեջ հնարավոր չէ դրական ոտնչ գտնել, միևնույն է դրա վրա կենտրոնանալով և դրա մասին մտածելով դուք միայն ձեզ եք վնասում, մի կենտրոնացեք անհաջողությունների վրա, ունեցաք այդ փորձը, վերջ, արդեն անցյալում է, մոռացեք դրա մասին։